Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը, այս մասին հայտնել են Կրեմլից։ Հայ-ադրբեջանական հաստատված խաղաղությունը դեռևս անամպ չէ, այս մասին հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարի գնահատմամբ Ադրբեջանի հետ խաղաղության շփումներում այնպես չէ, թե բոլոր հարցերը լուծված են, խնդիրներ չկան։ Միրզոյանը ելույթում նշել է, շուրջ 3 տասնամյակ տևած հակամարտության վերքերը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ թարմ են։ Հիշատակել է նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների խնդիրը։ Առաջարկում էր փաստաթղթում ամրագրել սահմանների հետ կապված Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեր, որը նախաստորագրված փաստաթղթում չկա։ Առաջարկում էր ամբողջ սահմանի երկայնքով զորքերի հայլային ետքաշում։ Վերջնական փաստաթղթում տեսնում ենք հայկական կողմի այս առաջարկը չկա։ Բանակցությունները դրանով են բանակցություն, որ կողմերը իրենց միմյանց ներկայացնում են իրենց պատկերացումները կամ իրենց ցանկացածը, հետո բանակցությունների ընթացքում թղթի վրա մնում այն, ինչ որ ընդունելի է երկու կողմերի համար։ Գալիք խորհրդարանական ընտրություններին զուգահեռ ակտիվ խոսակցություններ են սկսվել նաև Աշտանը հնարավոր պատերազմի վտանգի մասին, եթե լինի իհարկե իշխանափոխություն։ Թեման բորբոքվել է վարչապետի հայտարարություններից հետո, ըստ որի ընդդիմական ներկայացուցիչների իշխանության գալով ընտրությունից շատ չանցած ծանր հետևանքներով պատերազմ կլինի։ Երևույթի հետ կապված ազգային ժողովի պետաիրավական նիստին Մյարցվիկ Մինասյանը հարց է ուղղել Սրքուի Գալյանին, թե արդյոք սա իշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ։ Սրքուի Գալյանը նախ ասել է, որ դա հարց չի համարի, որից հետո նշել է, որ քաղաքական իշխանությունը անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ եւ վստահեցրել, որ դա հանցագործություն չի։ Իմ ասացի նաեւ նպատակը նա է, որ այս բարձրաձայնումներով զսպենք մենք, զսպենք եւ ժողովրդին, հասարակությանը փոխանցենք ոչ թե բախի հնարավոր դրսևորում, այլ նպաստենք, որ ժողովրդավարական ընտրություն տեղի ունենա։ Մենք ունենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու լավ փորձը եւ գնալու ենք նույն ճանապարհով, չշեղվելով ժողովրդավարական այն սկզբունքներից, որոնք այլևս որդեգրված են եւ անշեղելի։ Լրատվամիջոցներով տարածված նոր սահմանադրության նախագիծը, որտեղ ոչ հայ ժողովրդի պատմական հիշողության հիշատակումը կա, ոչ էլ Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը արդարադատության նախարարությունից շտապում են հերքել։ Սա այն փաստաթուղթը չէ, որը նախատեսում են հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Արդարադատության նախարարի գլխավորած սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, նոր մայր օրենքի նախագծում բովանդակային ու խմբագրական փոփոխություններ կատարում, ինչպես ձևակերպում են գերատեսչությունից, սակայն այն, որ սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, հենց նախարար Սրփուի Գալյանն էր օրեր առաջ հայտարարել, նշելով, թե նախքան դրա հանրայնացումը որոշում ունեն այն քննարկել իշխող կուսակցությունում։ Հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի։ Թեպետ լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթում սահմանադրության նախագծի նախաբանը հղում չի անում անկախության հռչակագրին, բայց արդարադատության նախարարությունից էլ առանց դետալների հստակեցնելու նշում են, թե այնուամենայնիվ սա հրապարակման վերջնական տարբերակը չէ։ Վարչապետ Փաշինյանն էլ դարձյալ ձևակերպել է իր պատկերացմամբ, այո, նոր սահմանադրությունում պետք է չլինի այդ հղումը, այսպես թե այնպես։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է
եւ արդյունքում կախվածության հռչակագիր։ Սահմանադրությունը բարեփոխող խմբից փոխանցում են, որ անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունում պահել չպահելու հարցն առայժմ քննարկման նույնիսկ չեն առել։ Խորհրդի անդամները նաև չգիտեն, թե երբ այդ հարցը օրակարգային կդառնա։ Ավելի վաղ էլ մեզ հետ զրույցում խորհրդի անդամներից օրինակ քաղաքասարակությունը ներկայացնող Դանիել Իոնիսյանն ասել էր, թե երբ այդ հարցը քվեարկության դնեն, ինքը հավանաբար ձեռնպահ կմնա։ Մյուս անդամներից էլ նշել էին, որ այնուամենայնիվ Ալիևի հրահանգները կատարելուն դեմ են, բայց փորձագետների աչքը մեկ ուրիշ հանգամանք է առնում, վտանգավոր են համարում վարչապետ Փաշինյանի հայտարարություններն այս թեմայի վերաբերյալ, քանի դեռ խորհուրդն իր որոշումը չունի։ Թե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ էլ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանի անկախության հռչակագիրն իր սահմանադրական ուժով տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, ապա մասնագետներն այստեղ հիշեցնում են Հայաստանի սահմանադրական դատարանի դիրքորոշումը Բարձրատյանի դատավորները եզրակացրել էին, թե երրորդ հանրապետությունում ծննդյան վկայականին հղում անելու ձևակերպումը իրական ուժ ու նշանակություն չունի, բայց սա էլ չի բավարարում Բաքվի բռնապետին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին ուղղված հարվածները։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին 2 օրում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են անցկացրել, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում։ Հաջորդով տեղեկացնում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների ամբողջական եւ համակողմանի կարգավորման հարցի շուրջ։ Ելնելով այս խորը մանրամասն եւ կառուցողական բանակցությունների բնույթից եւ տոնայնությունից, ես Պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած ռազմական հարված, մինչեւ ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջողավարտը։ Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը 15 գործակալության հետ զրույցում հերքել է Թրամփի հայտարարությունն արդյունավետ բանակցությունների մասին, պնդելով, որ իրականում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Ըստ իրանական աղբյուրի, Թրամփի որոշումը 5 օրով հետաձգել հարվածները ոչ թե դիվանագիտական առաջընթացի արդյունք է, այլ նահանջ պայմանավորված Իրանի կողմից հնչեցված իրական ռազմական սպառնալիքներով եւ արևմուտքի ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։ Իրանական կողմը Թրամփի 5-օրյա վերջնագիրը որակել է որպես հոգեբանական պատերազմի մաս եւ հայտարարել, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին հունին, քանի դեռ տարածաշրջանում առկա է պատերազմական վիճակը։ Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նաեւ մեղադրել է Իրանի խաղաղ բնակչությանը հարվածելու մեջ։ Իրանը ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ եւ փորձում է շանտաժի ենթարկել ողջ աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով։ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի մեր տարածքներ խոժողներից, X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նրա խոսքով Իրանն աշխարհի քարտեզից ջնջելու պատրանքը վկայում է հուսահատության մասին ուղղված պատմության կերտող ազգի կամքի դեմ։ Սպառնալիքներն ու ահաբեկումը Փեզեշքյանի միայն ամրապնդում են իրենց միասնությունը։ Հիշեցնենք, ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Reuters-ի տեղեկացմամբ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների եւ Հորմուզի նեղուցի վերաբացման անհրաժեշտության մասին Կալասը հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Թուրքիայի, Կատարի եւ Հարավային Կորեայի գործընկերների հետ։ Կան նշաններ, որ կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, չհստակեցնելով սակայն թե արդյոք կշարունակվեն բանակցությունները, երբ եւ որտեղ դրանք կարող են տեղի ունենալ եւ ինչ ձևաչափով։ Նրա խոսքով ամերիկյան կողմի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է առաջին հերթին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ ամբողջ տարածաշրջանի վրա, բայց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ նույնպես պետք է դադարեցվի։ Զելենսկին ավելի վաղ դաշնակիցներին կոչ էր արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։
Հռոմի Պապ Լևոն 14-րդը իր խորը մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքի, ինչպես նաև աշխարհի այլ պատերազմից ու բռնությունից տառապող տարածաշրջանների իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ մենք չենք կարող լռել այսքան մարդկանց այս հակամարտությունների անմեղ զոհերի տառապանքների առջև։ Այս անդադար բռնությունը վիրավորում է յուրաքանչյուրին, այնինչ վնասում է նրանց, վնասում է ողջ մարդկությանը, ասել է Հռոմի Պապն ու բոլորին կոչ արել շարունակել աղոթել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն վերջապես եւ խաղաղության ուղիները բացվեն։ Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ կազմել է 5.5 տրիլիոն դրամ կամ 14.5 միլիարդ դոլար, իսկ դրա հարաբերակցությունը հնային ըստ ֆինանսների նախարարի մնացել է վերահսկելի մակարդակում։ Պետական պարտքի կառուցվածքում ըստ Վահե Հովհաննիսյանի աճել է ներքին փոխառությունների դերը, ըստ Հովհաննիսյանի 2025-ին բյուջեի պակասորդի ֆինանսավորման մեծ մասը իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։ Իդեպ հայտնի է դարձել, որ կառավարությունը հերթական 39 միլիոն եվրո վարկն է վերցնում արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը հնայի առաջացիկ աճն է, որը մեր պլանավորվածից ավել է եղել շուրջ 2%-ային կետով, եւ նաեւ հարկերի հավաքագրումը, որը մեր կանխատեսածից ավել է եղել։ Հնայի աճի թվերի հետ կապված մեքենայնությունը։ Խնդիրը որն է։ Գյուղատնտեսության մեջ աճ չկա, անդադ գների բարձրացման հետևանքով հնան աճում է։ Նույն գումարը, եւ որ մենք կարող ենք ձեռքբերել դրսից 7%-ով, ֆինանսների նախարարությունը ներսում ձեռք է բերում հայկական բանկերից։ Հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը Երևանի Սիլիկյան թաղամասի նոր Քարիդարի նորահայտ բնակատեղի պեղումների արդյունքում, որը 15000 տարվա պատմություն ունի։ Գտնված շերտերում հայտնաբերված քարե գործիքներն ու կենցաղային մնացորդները ըստ հնագետների վկայում են, որ մարդը այստեղ ապրել է դեռ ուշ Քարիդարում ձևավորելով մի համայնք, որն ունեցել է զարգացած որսորդական ավանդույթներ։ Մասնագետները այս հայտնագործությունը համարում են պատմական նշանակության իրադարձություն։ Հնագետների խոսքով այս բնակավայրը եզակի է եւ պահանջում է խորքային հետազոտություններ ու հստակ պահպանություն։ Կարևորագույն նշանակությունն է հնագույն պատմության ողջ մշակույթի համար, որտեղ ամենահնագույն այսօր հայտնի քարե ճարտարապետության բնակավայրն է ոչ միայն Երևանում եւ ոչ միայն Հայաստանում, այլ հարավային Կովկասում։ Արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, բանտարկյալ է փախուստի դիմել քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ մարտի 22-ին 7:10-ի սահմաններում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 95 թվականին ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։ Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։ Մարտի 23-ին 19-ամյա Վարդանը Կիայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին եւ կիսակողաշրջվել։ Վարորդը եւ նրա 3 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Նա ծառայում էր Պաշտպանության նախարարության Էնզորամասում։ Ժամանել են մարզի փրկարարական վարչության պետը, Պարեկային ծառայության հրամանատարն ու Աբովյանի քաղաքապետը։ Ժամանել են նաեւ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Իսկ մարտի 22-ին Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա Էրիկը Լիքսյանգով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել կանաչ խոտածածկի վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, բախվել 64-ամյա Սուրիկի Նիսանին, վերջինն էլ բախվել է 48-ամյա Ելենայի Կիային։ Վթարի հետևանքով վարորդներից Սուրիկը վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մարտի 20-ին Շաքման Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրայերթի է ենթարկել կնոջ։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը հետո վատացել է, ինչի համար ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները շտապօգնություն են կանչել։ Նախնական տեղեկություններով հետիոտը փողոցը անցել է նախատեսված անցման վայրով։
Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Մարտի 22-ին Արշակունյաց պողոտայում բախվել են Mercedes G-ն եւ BMW-ն։ Mercedes G-ն հայտնվել է մայթին։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բախման հետևանքով Mercedes G-ն ժողովրդի լեզվով ասած ящիկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ հայտնվել մասամբ կանաչ գազոնում եւ հետիոտնի համար նախատեսված անկման վայրում։ Մարտի 22-ին Չարենցավան Ֆանտան ճանապարհին բախվել են 63-ամյա Վլադիմիրի Mercedes-ը եւ 43-ամյա Արթուրի Volkswagen Vento-ն։ Վերջինը գլխիվայր հայտնվել է Ճամփեձրի փոսում։ Վարորդներից Արթուրը վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարության Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը եղել է Mercedes-ի վարորդի կողմից վթարային վիճակ ստեղծելը։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել քաղաքացիները նշում են նույն գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Նույն օրը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում բախվել են Mercedes-ն ու Vaz 2121-ը։ Վերջինը անցել է բազալտե եզրաքարի վրայով ու հարվածել տեղադրված Կանգարտիսյանը, վնասելով այն։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Իսկ Ճամբարակ քաղաքի Գետապնյա փողոցում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։ Վարորդին ու երկու ուղևորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք տեղափոխվել են Ճամբարակ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ օպերատիվ տեղեկությունների վթարային վիճակ է ստեղծել Opel-ը, որն էլ հայտնաբերվել է։ Մարտի 21-ին Սեբաստիա փողոցում բախվել են 37-ամյա Նարեկի Opel-ը, 43-ամյա Mesropi BMW-ն եւ 34-ամյա Melkon-ի Mazda-ն։ Վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա, վարորդներից Melkon-ը եւ նրա 3 ուղևորը տեղափոխվել են Շենգավիթ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Փրկարարության Երևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մարտի 21-ին Միասնիկյան պողոտայում բախվել են 23-ամյա Ռոբերտի BMW-ն եւ 24-ամյա Նորայրի Տեսլան։ BMW-ում հրդեհ է բռնկվել, 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Փրկարարության Երևանի շրջփրկարարական ջոկատներից մեկի շրջփրկարարները։ Երկուսը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկն էլ Հերացու անվան թիմ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Իդեպ բախման հետևանքով երկու մեքենան էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել պաշտպանիչ ցանկապատ ու հայտնվել շինության տարածքում։ Տեսնում եք ավտոմեքենան BMW ամբողջությամբ կարելի ասել վերածվել է մետաղե ջարդոնի։ Մարտի 20-ին Եղվարդի խճուղում բախվել են 28-ամյա Armani Kia Optima եւ 25-ամյա Armani Nissan Sentra-ն։ Վերջինի վարորդը, նրա 49 ու 41 տարեկան ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայիրի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Եվ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան Իջևան ճանապարհին Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում գործող գազալցականի ծածկի որոշ մաս կոտրվել է ուժեղ տեղումների հետևանքով։ Տուժածներ չկան։
Այսքան ստե գործ էիր անում, գնացիր ու ծածկը նստավ։ Հա։